Եվ այսպես Նիկոլ Փաշինյանի խոստումները նոր սահմանադրության հետ կապված ոչ այլ ինչ են, քան քաղաքական բլեֆ։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք on-line ռեժիմով Հայաստանում կարող եք հետևել նրան, թե ինչպես է կյանքի կոչվում հայտնի բանաձևը, որ երբեք այնքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ նախընտրական շրջանում։ Հայաստանը արդեն իսկ նախընտրական փուլում է, նախընտրական շրջանում է, եւ այստեղ կարևոր չէ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու, թե հերթական ընտրություններ են լինելու։ Մենք գնում ենք նրան, որ այնուամենայնիվ ընտրություններ լինելու են։ Բացի նրանից, Նիկոլ Փաշինյանը պարտավորություն է վերցրել իր վրա անցկացնել սահմանադրական հանրաքվե, ինչու ենք այդպես կարծում, որովհետեւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Սերդար Քլիչը ասում էր, որ Հայաստանը կյանքի է կոչելու այն, ինչը խոսք է տվել, այսինքն սահմանադրական փոփոխությունները պետք է իրականացվեն։ Նիկոլ Փաշինյանը այս իրողություններում, հատկապես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ առնվազն 650,000 քաղաքացի պետք է կողմ արտահայտվի սահմանադրական փոփոխությունների, բարեփոխումների փաթեթին, նա խնդիր ունի քաղաքացիներին բերման ենթարկել ընտրական տեղամասեր, իսկ դրանից հետո արդեն իր ենթակայության տակ եղած Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ճիշտ կհաշվի այդ քվեաթերթիկները։ Հիմա տեսեք, ելնելով այս պարզ հանգամանքից Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ինչ ասես պետք է խոսք տա, որպեսզի կարողանա համապատասխան մասնակցություն ապահովել նախընտրական փուլից հետո ընտրությունների գործընթացին, սահմանադրական հանրաքվեի գործընթացին։ Հիմա հենց այս ամենի համատեքստում ի թիվս այլի այսօր Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով ազգային ժողովում ասել է հետևյալի մասին, որ կարելի է մտածել նրա մասին, որ ատենակալների դատարանի ինստիտուտը ներառել Հայաստանում, նա ասում էր նաև հետևյալը, դրա շնորհիվ մենք կունենանք արդարադատության այնպիսի համակարգ, որին կվստահի ժողովուրդը, որ այսպես մոտ կլինի ժողովրդի ծոցից դուրս եկած կլինի։ Սա դասական, քաղաքական մանիպուլյացիայի հստակ օրինակ է։ Նիկոլ Փաշինյանը, բացի նրանից, որ սահմանադրական փոփոխություններ պետք է իրականացնի, նա նաև խնդիր ունի հասարակությանը համոզել, որ այդ փոփոխությունները դրանք Թուրքիա եւ Ադրբեջանի քաղաքական պատվերը չեն, որ դրանց յետևում Էրդողանի կամ Ալիևի ականջները չեն յետևում եւ դրանք փոփոխություններ են, որոնք անհրաժեշտ են Հայաստանին, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից, բայց արձանագրենք նաև հետևյալը, Թուրքիան եւ Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ իրենք են հանդիսանում այդ նոր սահմանադրության հիմնական պատվիրատուն։ Եթե նաև մի փոքր ավելի ուշադիր վերլուծեք Նիկոլ Փաշինյանի խոսքերը, մենք կարող ենք հասկանալ, որ նա դա հաստատում է, որտեղ երբ որ նա ասում է, որ Հայաստանի նոր սահմանադրությունը տարածաշրջանային նշանակություն է ունենալու, սա կարող ենք վերցնել այսպես, որ տարածաշրջանի անդամ պետություններն են կազմում այդ սահմանադրության տեքստը, դրա համար էլ տարածաշրջանային նշանակություն ունի։ Բայց արձանագրենք հետևյալը, ինչ է ասում Բաքուն, ինչ է ասում Անկարան։ Իրենք ասում են հետևյալը. Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը, որովհետև սահմանադրության մեջ կա հղում անկախության հռչակագրին, անկախության հռչակագրում կա խոսք Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայոց ցեղասպանության մասին եւ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին։ Եվ Թուրքիան, եւ Ադրբեջանը շատ լավ գիտեն, որ խնդիրը ոչ թե անկախության հռչակագրի մեջ է եւ իրենց նպատակները լրիվ այլ նպատակներ են, որը կարող է լինել այդ նպատակը նոր սահմանադրության մեջ կարող է ամրագրված լինել, որ Հայաստանը ապադաշինքային պետություն է։ Ամենապարզ կոնտենտ անալիզը, եթե անցկացնենք հայաստանցի պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված վերլուծաբանների, անկախ քաղաքագետների ելույթները, մենք կտեսնենք հետևյալը, որ կարմիր թելով այն միտքն է անցնում, որ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է, այլ հենց որ մենք լինենք ապադաշինքային պետություն, դուրս գանք հապկից եւ այլն եւ այդպես շարունակ, մենք անվտանգություն կունենանք, տարածաշրջանն էլ խաղաղություն կունենա։ Արձանագրենք հետեւյալը, որ եթե հայ ժողովուրդը սահմանադրական հանրաքվեին մասնակցի եւ հնարավորություն տա Նիկոլ Փաշինյանին կեղծել այդ սահմանադրական հանրաքվեն եւ ստանալ այն պատկերը, որը ուզում է ստանալ, որը ուզում է Հայաստանում տեսնել Բաքուն եւ Անկարան, մենք կունենանք մի իրավիճակ, երբ որ մենք ինքներս կնիք կդնենք մի փաստաթղթի վրա, ըստ որի Հայաստանը պետք է դուրս գա հապկից, բացի դրանից Հայաստանը նաեւ պետք է վերանայի ռազմավարական առումով Ռուսաստանի Դաշնության հետ իր հարաբերությունները եւ ռուս սահմանապահները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից եւ 102-րդ ռազմաբազան պետք է դուրս բերվի Գյումրու տարածքից։ Այդ դրանից հետո Թուրքիան եւ Ադրբեջանը հնարավորություն կունենան Հայաստանը իրապես վերածելու արևմտյան Ադրբեջանի,
որովհետև անվտանգային այն առանցքը, որը թույլ է տալիս Հայաստանին դեռևս պահպանել իր տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, ոչնչացված է լինելու։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ արևմտյան Ադրբեջանում ասվածում ոչ միայն, այսպես ասած, ատենակալների դատարան չի լինելու, այլ ընդհանրապես հայեր էլ չեն լինելու։ Նա շատ լավ գիտի, թե ինչ ռիսկեր է պարունակում այդ համանդրական փոփոխություններ ասվածը, բայց նա առաջնորդվում է հետևյալ տրամաբանությամբ, որ եթե չլինի այն սուբյեկտը, որը կարող է իրեն պատասխանատվության ենթարկել, նա կարող է հանգիստ շարունակել իր կյանքը վայելել։ Հետևաբար նա շատ մտածված կերպով տանում է գործընթացները հենց մի իրավիճակի, որ ռիսկերը այնքան շատ կլինեն, որ նա չկարողանա կառավարել այդ ռիսկերը։ Դրա համար շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները շատ լավ իմանան, որ մի իրավիճակում, երբ որ դու նույնիսկ չես էլ պատրաստվում սահմանադրության մեջ ամրագրված կետերը կյանքի կոչել, դու ինչ ասես կարող ես խոսք տալ։ Նիկոլ Փաշինյանը վաղը ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ կարող ասել. հարգելի հեռուստադիտողներ, հարգելի գործընկերներ, հարգելի քաղաքացիներ, քվեարկեք կողմ սահմանադրության եւ Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատի փայատեր եք դուք դառնալու կամ Հանրապետության հրապարակում ձեզ 1 քառակուսի սանտիմետր տարածք ենք նվիրելու։ Ինչ ասես կարող ես խոսք տալ այն պայմաններում, երբ որ դու պարզապես չես պատրաստվում կյանքի կոչել այն փաստաթուղթը, որի մասին դու խոսում ես։ Եվ վերջում էլ արձանագրենք հետևյալը, իրականում շատ հետաքրքիր կլիներ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներսում մի հատ սոցիոլոգիական հարցում իրականացնել եւ հասկանալ, իսկ ՔՊ-ում օրինակ հավատում են նրան, որ Նիկոլ Փաշինյանը ունակ է բերել խաղաղություն։ Մտածեք այդ մասին։